Հարգելի հեռուստատողներ, հեռանկարի հյուրն է ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Գեգամ Մանուկյանը, բարև ձեզ, պարոն Մանուկյան, շնորհակալություն, մեզ համար հերթական հոգնեցուցիչ օրն էր, ինչքան հասկանում եմ այսօր ազգային ժողովում։ Հա, իրականում, հա, որովհետև շատ դժվար է այդքան, ոչ թե այդ աշխատատարությունը, ելույթներ, իրականում հոգեբանական, բարոյական ահավոր ճնշում ես ապրում, որովհետև շատ հաճախ ելույթներով հանդես են գալիս մարդիկ, որոնք չունեն ընդհանրապես քաղաքական կենսագրություն, գիտեմ, համալսարանից միանգամից ազգային ժողով կամ կենսագրությունը բայց վերջո ձևավորվում են, չէ՞, այդ կենսագրությունը, ճանապարհը պիտի հասնեն, որ երբ որ դու ունես ինստիտուցիոնալ հիշողություն, անցած ճանապարհ շատ դժվար է, ու դաշնակցական ես, այս ազգային ժողովը փայլում է հակադաշնակցականությամբ, բայց ոչ, մենք սովոր ենք 130 տարի օսմանցիներից մինչև բոլշևիկներ ու կոմունիստներ դաշնակցության դեմ պայքարել են, վարժենք։ Առասարակ այս ազգային ժողովի նախորդից ինչով է տարբերվում, ավելի լավն է, վատն է, ավելի կառուցողական է, ավելի ապակառուցողական է։ Չէ, այստեղ իշխանության քաղաքական մեծամասնությունը փորձում է ինչ-որ հայտնի բարեկրթություն տերմինն է մտցրել, որը ի սկզբանե մեր կողմից հայտարարվեց, որ բարեկիրթ մարդը ծնվում է, մարդը դաստիարակվում է, այնպես չի, որ ազգային ժողովի նախագահը որոշել է պետք է բարեկիրթ լիներ, պետք է բարեկիրթ լիներ։ Բայց եւ այդ սահմանները, այսինքն բարեկրթություն կոչված է իշխանության կողմից, այսպես է, այսինքն իրանք փորձում են ընդդիմությանը սահմանների մեջ տեղավորել, այս դրա մասին, այս բառը չի կարելի օգտագործել, այն բառը չի կարելի օգտագործել, իսկ մեզ անցող մեր 5 տարիների կյանքն է ցույց տվել, որ նման կավիճով գծած սահմանների մեջ տեղավորվողը չենք, եւ որտեղ ճշմարտությունն է, որտեղ ճիշտն է, պարտադիր ճակատներին պետք է ասենք։ Ես չգիտեմ, այն ինչ կարծես թե դուրս է մնում բարեկրթությունից, երևի թե կապ ունի այն մի հայտնի պատգամավորի հետ, որը այդ սակրավորների մասին խոսքի հեղինակն է։ Այսինքն բոլոր վեճերը, որոնք ըստ էության բերել են այդ թեմային բարեկրթությանը, կապ ունեն այդ մի անձի հետ։ Ամեն օր այդ մասն է խոսվում։ Ամեն օր այդ թեման կա։ Բայց գիտեք, սահման կա, այսինքն եթե այդ պատգամավորի նկատմամբ անձնական հակակրանքներ, պատմություն այդ ամեն ինչը ունի, այդ չի նշանակում, որ այսպես ամեն վարքյան այդ նույն թեման արտարտելով է, հատկապես տեսեք, այդ ԿՊ-ն սրտի մոտ շատ տարավ, իրար հերթ չտալով բոլորը հայտարարում են դու ստրիկա ես, բայց Էդգար Ղազարյանը ոչ մեկին ստրիկա չէր անվանել։ Իրականում ոչ մեկին ստրիկա չէր անվանել։ Ստրիկայաբար, երևույթներ գնահատական տվել, հիմա այդպիսի արտահայտություններ են ԿՊ-ականներն օգտագործել, կամ իրենց Նիկոլ Փաշինյանը Քարոզարշավի ժամանակ ամենավերջին խուլիգանի պես բառապաշարով էր հանդես գալիս, չի լինում այսպես, վերջ, եկեք այսօրվանից սպիտակ էջից սկսենք, 0 կետից սկսենք, մոռանանք եւ դրա վրա հայտնի պատմություն է պատմում, որը նախորդ ազգային ժողովի սկզբում էլ էր ռուսական հայտնի խոսք կա, իզվինի դրուգ, ասում, չի լինում, խփում ավտոն կոտրվեք, հետո ասում եք իզվինի դրուգ, թողեք շարունակեք։ Մինչև այդ սրիկա ու սրիկայաբար, մինչև այդ տերմինների հայտնվելը, հիշում եք այն մյուս վեճը, երբ ԿՊ-ականները անընդհատ պահանջում են, որ այդ մարդը, այդ պատգամավորը ներողություն խնդրի, այդ սակրավորների հետ կապված։ Հիմա ճիշտ են պահանջում, թե չէ։ Դուք ինչ եք կարծում, պետք է այդ ներողությունը խնդրել, թե չէ։ Մատեի մատանու արանքում Էդգար Ղազարյանը գիտեք ինչ եմ հարցնում, գուցե այդքան կարևոր հարց չթվա, բայց քանի որ ամեն օր խոսվում է այդ մասին, դուք ամեն օր լսում եք, ամեն օր այդ վեճը կա, երբեմն շատ սուր, դրա համար եմ հարցնում։ Հարգելի արտակ, իհարկե վաղը նորից լսելու եք։ Արտահայտվել, ենթադրում եմ այլ բան է ուզեցել ասի Էդգար Ղազարյան, այլ բան է ստացվել, բայց որն է ավելի բարոյապես, քաղաքականապես, այսպես ասեմ, նյութականացված, այսինքն արժեք որպես ավելի ահավորը։ Ահավորն է, որ սխալ քաղաքականության հետևանքով
Ադրբեջանի թևերն էլ ազատ թողնելու հետևանքով ունեցանք հազարավոր զոհեր, որն ավելի որ հաջորդ տարիներին ադրբեջանական իրար հաջորդ ագրեսիաների հետևանքով ունեցանք 264 Արցախի հայաթափման ժամանակ 265 զոհ եւ որն է սահմանը, այսինքն ինչի ով պետք է ներողություն խնդրի։ Իմ համար շատ ավելի կարևոր է, որ այս իշխանությունը ներողություն խնդրի, որ ես հասցրել եմ երկիրը միտեղ, որ 22 թվականի սեպտեմբեր 13-14-ի ագրեսիայի նահատակների մասին զինուց ծրագիրը նույն այդ օրը սեպտեմբերի 13-ի իր թողարկման մասին մեջ չի խոսում, որտեղ պղծում է այդ բոլոր նահատակների հիշատակը։ Ով է այդ դատավորը, որ պղծում են իմ հարազատ թիվ 84 քանաքեռի Երևանի ամենահին դպրոցներից մեկը, որ նախորդ ռազմական գործողություններին 9 զոհեր տվել եւ մեր դպրոցի հենց առաջին հարգում բոլոր այդ նահատակ տղեկի նկարներն է, ընտրությունների մտնում եմ, տեսնում եմ, հանել է, որ հանել է զորամասից բոլոր հերոսների անունները։ Ես հասկանում եմ ձեր մտահոգությունը սարքել այդ արտահայտությունը։ Եվ գիտեք, նաև այս թեմայի խորք լրջություն եմ հասկանում, բայց միշտ ես կարծել եմ, որ այս թեմայի մեջ մտնելու համար պետք է շատ հեռվից ակունքներից գալ։ Այն պահից, երբ որ սկսեց ռազմական հավասարակշռությունը թեքվել դեպի Ադրբեջան, այն տարիներից, երբ թալանվում էր հայկական բանակը եւ այլն, հեռվից, որ վերլուծելով գան, կարծում եմ կլինեն ի վերջո այդպիսի վերլուծաբաններ կհասնեն վերջակետին։ Ես համաձայն չեմ։ Նախ ինչ վերաբերում է ընդհանուր ռազմական հավասարակշռության, տարբեր երկրներում, տարբեր 94 թվականին հավասար են եղել, չէ՞, մեր ռազմական չեն կարող համեմատենք, բայց նայեք, իրականում այդ 4 թվային հավասարակշռությունը թե խախտվել է, դա քաղաքական առումով, ռազմաքաղաքական առումով միգուցե որևէ ազդեցություն չունենա։ Բայց ինչ որ բանի հետևանքով է, չէ, խախտվել։ Լավ, Ադրբեջանը նավթ ունեցա ավելի շատ զենք առել, թվերով։ Իսկ կներեք, մեր բանակ չի թալանվել 2000, չգիտեմ, 98-ից 2008, 8-ից 18, մինչև այդ։ Ադրբեջանի բանակում կոռուպցիա չկա։ Չէ, ես հարց ունեմ, մեր բանակ չի թալանվել։ Լավ, ով թալանել է բռնվել է, ով էլ չի բռնվել, հետո որպես այն ժամանակ երկուսել հերոստանգերություն, իմ հերոստանգերությունը պարբերաբար դրա մասին խոսել, հա, այդի Սերժ Սարգսյանի հիշում եք խոսքը կար, ձուկը գլխից է հոտում, բայց այսինքն իրեք ոնց է այս չկմեղանքը, վայ, տեսեք ռազմական հավասարակշռություն խախտվել է, լավ խախտվել է, ունեցել է դիվանագիտություն, ունեցել է ռազմաքաղաքական համագործակցություն, ունեցել է ռազմավարական դաշնակից, գալիս է իշխանության, խճճում ես ամեն ինչ, այն խեշ Միսկի խումբը լրիվ խճճվել էր ամեն օր Նիկոլ Փաշինյանի մի արտահայտության, վերջում հոխորտում ես, մենք կռվանք, հաղթեցինք, ջախջախել ենք Ադրբեջանին, բայց դրա հետ մեկտեղ քո դիվանագիտական հարաբերությունները չես կարգավորում, 2 տարի փորձում ես հպարտանալ, թե սահմանին կրակոտ չկա, զոհերը թիվ է, վերջում բերում հանգեցնում ես պատերազմի։ Չեմ ասում Ադրբեջանը չի սանձազերծել, այո, Ադրբեջանը ամեն օր ատամները սրած սպասել է հարձակման, բայց դրա դիմագրավումը քո երկրի պարտականությունն է։ Երբ որ զինադադար կնքելու առիթանիրում հնարավորություն դու խուսափում ես այդ անել, գաղտնի ես պահում մյուսների, բայց գիտես իմ մասին ինչ կմտածեն։ Ջանդամ թե ժողովուրդը քո մասին ինչ կմտածեն։ Քո երկիրն է կարևոր, քո զինված ուժերը, քո զինվորը, քո զինվորի կյանքը։ Պարոն Մանուկյան, հիմա վեճ կա, հա, հապկի շուրջ, հապկի այդ թեմայի խնդրի շուրջ։ Ըստ ձեզ հիմա պետք է մեզ հապկը թե չէ։ Ես կարծում եմ շատ ծանրակշիռ զրույցների արդյունքում փաստարկված, իրար մեղադրելով, իրար հետ բաց խոսելով, նույնիսկ փակ դռների ետևում մեզ համար անհրաժեշտություն է, որովհետև մեր տարածաշրջանում գտնվող երկրների նման երկիր, ինչպիսին Հայաստանն է, խոշոր ռազմաքաղաքական դաշինքում լինելը էական նշանակություն ունի։ Հիմա տեսեք, ապրիլյան, քառօրյան մոռացության ենք տվել։ Ես համամիտ եմ, որ հապկը մեզ պետք է, բայց տեսեք միշտ ինչ է որպես խնդիր ներկայացվում, որ այդ ջերմուկի դեպքերի հետ կապված հապկը այն ինչ անելու է
չարեց եւ այդտեղից սկսվեց գլոբալ խնդիրը։ Իսկ հիմա արեց այն ինչ որ պիտի աներ, թե չարեց։ Իսկ արդյոք Հայաստանը գործածել է բոլոր գործիքները, որ ՀԱՊԿ-ը միջամտեր։ Բայց ինչ պետք է աներ։ Չգիտեմ, դիմումից սկսած, վերջացած այն բոլոր կանալները, որ պետք է ուսումնասիրել։ Նայեք, ես մի օրինակ ասեմ, թե այս իշխանությունը ինչպես են չար երեխու են դպրոցում կան, չէ՞, սեղանին, որ խզբզում են մի բան անելու համար։ Ես ՀԱՊԿ-ի խորհրդարանական վեհաժողովի անդամ եմ։ Մինսկում կայանալու է խորհրդարանական վեհաժողովը, գնում ենք նաև Ալեն Սիմոնյանն է որպես խորհրդարանի նախագահ։ Մեկ էլ առանձին ինքը որպես խորհրդարանի նախագահ հանդիպել է Լուկաշենկոին, հաջորդ օրը հայ պատվիրակներով ենք նաև Հովիկ Աղազարյանն է։ Մեկ է Ալեն Սիմոնյանն ասեց, Հովիկ ասեց, Լուկաշենկոն քեզ էր հարցնում։ Ասեմ, ինչ պատմություն է։ Ասում մի քանի ամիս առաջ Հովիկ Աղազարյանը հարցազրույցում Լուկաշենկոյին իբր ուզեցել է պատասխանի, ասել է դու Կիևի կեղտոտ փողոցներն ու օդանավակայանը մաքրի։ Իսկ Մինսկը մեկ էլ երևի աշխարհում Ստեփանակերտն էր։ Իր մաքրությամբ կատարյալ է։ Կատարյալ է։ Ասում դուք լուրջ եք, այսինքն մեր դիվանագետներին Մինսկում կանչել են, ասել են այդ մարդը ոտք չդնի Բելարուս։ Ու այդքան ասում եմ դուք իմանալով, այսինքն ոնց որ Լուկաշենկոին բզել, Հովիկ Աղազարյանին, որ մի քանի ուրիշ պատվիրակներ կան, կարող է Հովիկ Աղազարյանը չլինի, մեկ բռնե, բերել են Մինսկ, այսինքն որպեսի անլրջությունը պատկերացնեն։ Հիմա ենթադրում եմ, որ ճշմարտություն է։ Տեսեք, 18 թվականից հետո Անվտանգության խորհրդի քարտուղարների առաջին ժողովն է լինում Ռուսաստանում, Մոսկվայում։ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը Արմեն Գրիգորյանը սկսում է իր ելույթը անգլերեն։ Այսինքն պատկերացրեք, ՀԱՊԿ անդամ երկրների Անվտանգության խորհրդի, այսինքն երբ որ դու բաներ ես անում, որ գրգռում ես ու հարցերը բաց չես խոսում։ Ես հասկանում եմ, բայց դե ինչի մասն է շատ խոսվում։ Ձեր օրինակները ինձ համար հասկանալի են, բայց տեսեք խնդիրը երբ առաջացավ, երբ պարզվեց, որ ՀԱՊԿ-ը Հայաստանի սահմանները չգիտի։ Այսինքն ՀԱՊԿ-ը չգիտեր, որ ջերմուկը Հայաստանի տարածքում է, հա։ Նայեք, մինչև հիմա ես մի քանի անգամ պատգամավորական հարցում եմ արել։ Պահանջել եմ այն բոլոր գրությունները, որ նույն ջերմուկի հետ կապված, ագրեսիայի հետ կապված, որ այդ գրությունները ինչպիսի դիմում ա եղել, ինչ բանակցություններ են եղել, որպես պաշտպանության հանձնաժողովի անդամ ներկայացնեմ, զերո արձագանք։ Եվ ես չունեմ այն վստահությունը, որ իրականում լիարժեք հարաբերություն եղել։ Ուզում եք ասել, սխալ են դիմել, եթե ճիշտ դիմեին, ինչի հիշեցի։ Լավ, ապրիլյանին էլ չէ, ռուսները ունեն ռազմավարական եւ համագործակցություն Հայաստանի հետ եւ ռազմատեխնիկական խոշոր համագործակցություն։ Բայց ո՞նց եղավ, որ 4-րդ օրը Մոսկվան նախաձեռնեց զինադատարի այդ կնքումը։ Դա համալիր է, դա դիվանագիտություն է, դա ռազմական հարաբերություններ են, մարդկային հարաբերություններ են։ Տեսեք, հայ-ռուսական համատեղ զորախմբի հրամանատար 23 թվականի գարնանից չի եղել ամիսներ շարունակ։ Իսկ ինչ է ու հետո Արցախի հայաթափում եղավ։ Այդ այն ժամանակ էր, որ Արցախը բլոկադայի մեջ էր։ Այսինքն դա մի պաշտոն էր հայկական կողմից, գեներալի պաշտոն, որը բնականաբար նաև ազդեցություն ունի նույն ռուս խաղաղապահների վրա, բայց այդքան ամիս թափուր թողեցին եւ դու լուրջ ազդեցություն խաղաղապահների վրա ձեռքից բաց թողեցին։ Պարզ է, շնորհակալություն, մեր ժամանակը քիչ է, ես ձեզ, բայց դեռ շատ ունեմ հարցեր, դրա համար կխնդրեին նաև ավելի կարճ պատասխանել հարցերի, պարոն Մանուկյան, տեսեք, այս անգամ ձեր քաղաքական ուժը մոտ 60%-ով քիչ ձայն հավաքեց, քան նախորդ ընտրությունները։ Ինչու՞։ Ինչու՞ է դա։ Ես առնչություն եմ ազգային ժողովում ներկայացնեմ, տեսեք, շատ կարճ թվաբանություն անեմ։ 2021 թվականի ընտրություններին հիմնական ընդդիմադիր ուժ եղել է Հայաստան Դաշինքը։ Պատիվ ունեմ նել այո մասնակցել, բայց Շեմը 100%-ական տոկոսներով չհաղթարեց, օրենքի ուժով մտավ խորհրդարան։ Այսինքն շուրջ 270,000 քվեն ընդդիմադիր, որոնք չէին ուզում, որ Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի, իր քվեն տվել էր Հայաստան Դաշինքը։ 70, հիմա 150։ Այն ժամանակ հիմնականը դուք եք, գլխավորը դուք եք։ Հիմա գլխավոր քաղաքական բայց այդ ժամանակ ընտրապայքարում
ակնառու հակաիշխանական ուժ մենք էինք ու պատիվ ունեմ այս ընտրությունների մասնակցում էր եւ ուժեղ Հայաստանը եւ Բարգավաճ Հայաստանը, որոնք ակտիվ ցայտուն հակաիշխանական են, բայց արդյունքում մոտ 600,000 մարդ այս 3 ուժին քվետվել, որ մարդիկ, որոնք չեն ուզում, որ Նիկոլ Փաշինյանը լինի իշխանություն։ Այն ժամանակ եղել է 270,000, հիմա 600,000։ Այսինքն ձեր ձայների մի մասը գնաց մյուս։ Բնականաբար ընդդիմադիր մյուս երկու ուժերին, բայց 3 անգամ, շուրջ 2.5 անգամ ընդդիմադիր ձայները 21 թվականից հետո ավելացել են։ Այսինքն այդքան ընդդիմությանը աջակիցների թիվը ավելի է մեծացել։ Լավ։ 12 հոգանոց կազմով Հայաստան խմբակցությունը ինչ անելիք ունի այս ազգային ժողովում։ Կռիվա տալու։ Մենք վարժենք այդ պայքարի մեջ ենք եւ թրծվել ենք իրականում 5 տարի, այդ առումով մի քիչ ավելի ակսակալ վիճակի մեջ ենք։ Նախ քաղաքական, գաղափարական կռիվ է տալու խորհրդարան, որտեղ այսօր Հայաստանի կներեք դեռ ձեր կռիվը արդյունք չի տվել։ Չէ, այդպես չեմ ճանապարհի որ հատվածում եք, արդյունքը գիտենք որ համաձայն չեմ, այդ 5 տարվա կռվի արդյունքն է այս 600,000 քվեն։ Այնպես չի որ օդից մանանայի չէ 600,000 քվենք ամենակ Նիկոլ Փաշինյանի սխալ քայլերի պատճառով են հիասթափվել։ Մարդկանց աչքերն էս բարձր, ճշմարտությունն էս ասել, բայց խորհրդարանում հիմա հատկապես ազգային հայեցակարգային բախում կա։ Ադրբեջանը կարող է պարտադրել Հայաստանին իր բոլոր պահանջները, թե ոչ։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ Ադրբեջանի կողմից պարտադրված սահմանադրության նախագիծը անգամ չհասնի հանրաքվեի։ Հայաստանը բոլոր ադրբեջանական պահանջները չկատարի, բայց նաև բոլոր հարցերում մեր նախընտրական ծրագիրը իրականում, թե այսօր չի դարձել կառավարության ծրագիր, բայց բոլոր կետերը դառնալու են օրենսդրական նախաձեռնություն, լսումներ, բարձրաձայնելու ենք այս բոլոր հարցերը։ Պարոն Մանուկյան, ձեր քաղաքական ուժը ընկալվում է հանրության կողմից որպես ռուսամետ քաղաքական ուժ։ Դա ընդունում եք դուք, թե հերքում եք։ Ես կասեի հայամետ, որովհետև իրականում մենք ինչն է մեր խոսույթի մեխը, որ եղբայր այն բոլոր հարցերում, որ Հայաստանը ունի շահ, այդ հարցերին պետք է հետապնդես։ Եթե այսօր Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների այս գահավիժման պայմաններում մենք որ ասում ենք, չէ, այս հարցերը պետք է լուծենք, դա ոչ թե որ մենք ռուսամետ ենք, դրա համար ենք Ռուսաստանի սիրուն ասում, այլ որպեսի այսօրվա նույն Արմավիրի Խանջյան գյուղի մեր հրաշք գյուղացիները չելնեն փողոց փակեն, որտեղ այսօր Հայաստանի տնտեսությունը լուրջ հարված է ստանում դրանից։ Մարդիկ վարկերի տակ ճկռում են, իրենց ապրանքը չեն կարողանում իրականացնել, դեռ սա ծաղիկներն են։ Օգոստոսի վերջ խաղողի մթերումն է լինելու, Ռուսաստան մի շիշ կոնյակ չարտանող, որ մի գործարանն է ի սիրուն չգիտեմ ինչի խաղող մթերելու, հետո միրգն է գալու, լավ ապականված ամեն ինչ։ Նույն ձկնարքնաբերում գործարարները ելքը գտնում են եւ երրորդ երկրների միջոցով շատ Էտել են փակել, երրորդ երկրների սկսել են բռնել, բայց խափում են նաև մարդկանց, այն որ Նիկոլ Փաշինյանը գնացել է ձկնաբուծարան, բոլորը գիտեն, որ Հայաստանի ձուկը ուղղակի կատաստրոֆայի մեջ է, փլուզման մեջ է, մարդիկ կեր չեն տալիս ձկանը, որտեղ ավելի թանկ է, քան թե սատկի է ձուկը, գնացել նկարել, ցույց է տալիս, հերոստատողին թվում է թե ամեն ինչ լավ է, բայց այդ գործարանը ձուկ արտահանող չի, ինքը մենակ ձկնկի ծև իկրա արտահանող է։ Շնորհակալ եմ հրավերի համար, այսքան հարգելի հեռուստադիտողներ, մեր հյուրն էր Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Գեգամ Մանուկյանը։